Հարկ դուք նկատում եք օրեցօր սաստկացող անլրջությունը, անլուրջ վերաբերմունքը պետականությանը, պետության խորհրդանիշերին, սրբությունների հանդեպ, խորհրդարանում տեղի ունեցածը, երկրի խորհրդարանական պետության թիվ 1 ինստիտուտի ամբիոնից, սրբություններ զինանշանի դրոշի արկայությամբ իրենց լկտի պահվածքը, սա նշանակում է, որ իրենք ոչ թե իրենք ուղղակի այդպես ծնվել են, որովհետև նման բան կանեին 3 տարի առաջ թեկուզ էլի նույն կազմն էր խորհրդան, նույն պուտինյան թրքաբոլշևիկյան ուրջ մանգաղ աստղներ, բայց եկել է պահը, որ պետությունը այնքան անլրջացնել, որ արդեն քանդելուց ժողովուրդը տեր չկանգնի, ասի ձեր պահած պետությունն էս է, թող չլինի, մարդկանց մոտ թերարժեքության զգացում են առաջացնում, սրանց այս ծրագրավորված միտումնավոր խաղը տանում է ժողովրդի աչքից ինքը իրեն ու իր պետականությունը եւ իր պետություն ունենալու իրավունքը արժե զրկելու, աչքից գցում են հայ ժողովրդին իրեն իր աչքից գցում են, որ ասեն դրսից մեկը պետք է որ սրանց կարգի հրավիրի, ուզում են տանեն այդ ստալինյան ժամանակները, կա ինչ է մարդիկ, որ ասում են, դե մեզ դրսից մեկը պետք է կա ճիպոտով, որ մենք ենթարկվենք, մենք չենք սիրում իրար, սա սխալ տեսակետ է, բայց հիմա հենց սա գործի են դրել, իրենք արժե զրկում են ամեն ինչը, ասենք, տեսնում ես Նիկոլա Ալիևի հետ հանդիպելիս, այնպիսի երջանկություն, այնպիսի ժպիտ, ասես այդ պարտությունը իր վրա չի ազդել, եթե հիշում եք Ալիևը մինչև 44-օրյա պատերազմը Ռոբերտի հետ կհանդիպեր, Սերժի հետ կհանդիպեր դեմքի արտահայտությունը, նեղվածի կամ վրեժով լցվածի, անգամ մար համարում էր գիտելի բարձր բան, ուղղակի ուզում էր ցույց տալ, որ ինքը չի պարտվել, էլի։ Իսկ սա ուրիշ բան է անում։ Սա ուզում է ցույց տալ հայ ժողովրդին, որ ժողովուրդ է դուք եք պարտվել, ոչ թե ես։ Ինքը հաղթողների կողմից է փաստորեն։ Իր վարքը, իր այդ ժպիտը, այդ ջերմությունը Ալիևի այդ արհամարական ժպիտը, օտար երկրի այդ բարձրաճան պաշտոնյաներն են զարմացել, ինչ հարաբերություն է, էլի։ Այսինքն Նիկոլն ուզում է ասի, որ ինքը չի պարտվել, ինքը հաղթողների թիմից է, եւ շատ երջանիկ է իրեն զգում։ Չունի արժանապատվություն, չկա։ Էլ եմ ասում խորհրդարանում տեղի ունեցածն էր դրա նման մի օրինակ բան, երբ որ սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս, մարդիկ ում հույսին պետությունն է, հասկանում եք, խորհրդարանի եւ կառավարության, գործադիր եւ օրեսդիր իշխանությունների ձեռքին է մեր երկիրը։ Հիասթափեցնում են ժողովրդին, որ ժողովուրդը սկսի ինքը իրեն չսիրել։ Ու այս անլրջության ֆոնի վրա իմ մոտ լուրջ մտավախություն է առաջացել, գիտեք։ Օրինակ, եթե իրենք երկրին այդքան լուրջ չեն վերաբերվում, խոսքը նաև նախկիներին է վերաբերվում, որտեղ իրենք այդ խաղի մեջ մտած են, այն ինչ որ սրանք նրանց են ասում, նրանք էլ սրանց են ասում։ Այսինքն խաղը շարունակում են, որակազրկումը շարունակում են։ Եթե իրենք երկիրը այդ կարգի արժե զրկել են, ուրեմն երկրի պաշտպանությունն էլ նրանց աչքին չի գալիս։ Այսինքն մեր բանակը նրանց աչքին չի գալիս։ Ու իմ մոտ այս երևույթների վրա մտավախություն է առաջացել, էլի, ասենք, սրանց տեր Պուտինը, գիտենք, որ Ուկրաինայում պատերազմում է, էլի, չէ, կռիվների մեջ է, հիմա կարող է, չէ, նույն Պուտինը, արա, գիտես, տեխնիկաց ջարդվել է, հələ մի 50 հատ տանկ ուղարկի, Ուկրաինական ֆրոնտ, Ռուսաստանի կողմից, ինչ է սրանք պետք է ասեն, չէ, մեկ է Պուտինը պետք է ասի, ես եմ որոշում, ձեր բանակի հաղթել, պարտվելը, ես եմ որոշում Ալիևը հարձակվի, չհարձակվի, հարձակվելուց հաղթի, թե չհաղթի, ամեն ինչ իր ձեռքին է, ինչ տանկ, ինչ ինքնաթիռ, ինչ ուղղաթիռ, ինչ հրթիռ, հələ ուղարկեք ուկրաինական ճակատ, օրինակ, ինչ է սրանք պետք է դեմ տան ասեն, վայ չէ, ամենք ինչ պետք է անենք, ես չեմ կարծում, այս կարգի անլրջություն, որ սրանք ցուցաբերում են, ուրեմն սրանք ընդունակ են նաև դրա, հիմա մոտ հարց առաջանում, մեր զինանոցը դատարկ է, թե չէ։ Սրանք, որ ասենք, այդքան արտաքին պարտք են վերցնում, այս մի փուճուր երկրի համար, այդ պարտք ինչ են անում, արդյոք դա էլ Պուտինին չեն տալի, դզներին դրած ասի, որ բերեք ստեղա, մեկ է ձեր երկիրը քարուքանդ է լինելու, մեկ է պետք է տանք Թուրքին,
Ինչ եք անում զենքը տավ, այդ տանկերը տանեք տակ Էրդողանին, տվեք ինձ։ Կամ այդ պարտքը գնացեք, մտեք դարձեք Թուրքիա, թող Թուրքիայի խնդիրը դառնա, կամ սրանք կճանաչեն, կջրվի կգնա։ Հələ բերեք ամեն ինչ ստեղ։ Ու ինչ եք կարծում սրանք պետք է ասեն, չէ։ Օրինակ ես արդեն մտավախություն ունեմ։ Մեր զինանոցը պետք է ստուգվի։ Չեմ ասում հանրայնացվի, բայց պետք է հանձնաժողովը նայում սրանք այդ զինանոցին լուրջ վերաբերվում են, թե չէ։ Որտեղ սրանց ուշումիտքը ոստիկանությունն է, որ ժողովուրդը իրենց չխեղդի։ Թե դրսից Ալիևն ինչ կանի, Պուտինը ինչ կանի, իրենց չի դակրում։ Այս է իմ մտավախությունը։ Սրանց այս վարքը չմտածեք, որ սրանք չեն կարողանում կամ իրենք դաստիարակություն չեն ստացել։ Ստացել են, կամ էլ եթե չեն ստացել, լավ խաղում են։ Սրանք մտածված դիտմամբ արժեզրկում են պետությունը, պետական համակարգը, խորհրդարանը, կառավարությունը, դատախազությունը։ Եթե դատախազը չքնի կամ Քոչարյանի ասած այն գյուղական ուչաստկովի բանը ցանկություն ուղակի հայտնի, ու շատ լստի խորհրդարանային միստերը հարց ու պատասխանը լսի, այդ երկու կողմիներ նախկիններն ներկաներ իրենց արած այդ մեղադրանքներով հիմնավոր մեկը մյուսին հանցագործություններից մեղադրում է։ Այնքան գործ կբացի։ Բայց չեն անում։ Այս կարգի անլրջացրել են երկիրը ու իմ մոտ լուրջ անհանգստություն առաջացել։ Արդյոք սրանք մեր բանակին լուրջ են վերաբերում։ Արդյոք մեր զինանոցում կա զենք։ Այս հարցը պետք է պարզվի։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Մնաք խաղությամբ եւ խոհեմ։ Ուշքներդ պահեք բևեռի կանչին։ Ստեսություն։